Պատերազմող տարածաշրջանում, երբ Իրանը պայքարում է իսրայելական հրթիռների դեմ, Ադրբեջանը պաշտպանական գծերն է ուժեղացնում, Հայաստանի իշխանությունը շարունակում է կուկուռուզ ուտել։ Իսկ այդ ընթացքում մի մարդ Երևանի կենտրոնում ԱԱԾ շենքի վրա մոլոտովի կոկտեյլ է նետում, այրում դարպասը։ Հայաստանի անվտանգության երերուն լինելը այս դրվագներով է բացատրում էջմիածինցիներին ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ուժեղ երկիր է նա, որ դու 8 քայլ առաջ գիտես քո երկրի իրական վտանգները, որ դու Թուրքիա սովորած մարդկանց չես բերում կողքդ ուղարկում Թուրքիա հետ բանակցելու։ Ուժեղ երկիրը իրական անվտանգություն ունենալն է, որ չի հասնում մարդը մինչև ԱԱԾ շենք եթե տենց միտք ունի։ Միայն անվտանգությունը չէ Հայաստանի գործող իշխանության թույլ կողմը։ Հոգևոր մայրաքաղաքում ուժեղ Հայաստանի առաջին գրասենյակի բացման ժամանակ ասում է Նարեկ Կարապետյանը։ Նկատում հակաեկեղեցական արշավով ազգային արժեքները կասկածի տակ դնելու վտանգավոր թեզերով մաշեցվել են տնտեսությունը զարգացնելու, աղքատությունը վերացնելու իրական հնարավորությունները։ Սիրուն բառեր են ասելու, որ շեղեն, որ մենք չմտածենք, որ իրանք հարձակում են եկեղեցու վրա, իրանք ուզում են եկեղեցին վերցնեն ու եկեղեցով իրանք մեր երկրի ընդհանուր տրամաբանությունը փոխեն, մեր երկրի ադատները փոխեն, իրենց պատվիրատուների ուզած ադատները մեր մեջ մտցնեն, դրա համար մենք պայքարում ենք։ Էջմիածնի կենտրոնում կանգնած 8 ամիս առաջվա դեպքերն է հիշում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչը։ Կարապետյանները մայր տաճարում պատարակից դուրս գալիս են եղել, երբ լրագրողներից մեկը մոտեցել է Սամվել Կարապետյանին։ Այդ ժամանակ Փաշինյանն արդեն մի քանի անգամ կեղտոտ բառերով վիրավորել էր եկեղեցին ու հոգևոր հայրերին։ Սամվել Կարապետյանը ընդամենը հայ տղամարդուն վայել վարք է դրսևորել, պաշտպանել եկեղեցու ու հայրերի պատիվը, ինչի համար կալանավորվել է։ Պատկերացրեք, տանը նստած եք, գալիս է մեկը ու քո հոր հետ սկսում է անարգալից խոսել։ Ինչ պետք է անես։ Եթե դու ազգությամբ հայ ես, քո հայրը, մեր բոլորիս հոգևոր հայրը, Սուրբ Էջմիածինը հարձակման է ենթարկում։ Պետք է ելնեիր ասեիր հələ մի րոպե։ Էս ինչ ես անում։ Ասեց նա, չէին ասում շատ մարդիկ, ասեց նա։ Ու մի մարդու հաշվարկ էր արել մի մարդ, որ կալանավորելով կարողանա ինչ-որ բանի հասնել։ Այդ նույն օրը, այստեղից գնալուց հետո, երեկոյան սկսվեց կալանավորման հարցերը։ Բայց մի բան էլ հաշվի չէր առել, բնավորությունը մարդու։ Առաջնորդի, իրական առաջնորդի բնավորությունը։ Բոլորը մարդկանց չափում են իրենց արշինով։ Իրական առաջնորդի բնորոշում է անկախ զրկանքներից մնալ մարդասեր։ Փաստաբան Արամ Վարդևանյանի խոսքով ԱԱԾ մեկուսարանում անցկացրած ամիսները չեն չարացրել Սամվել Կարապետյանին, համոզված է նրան հաջողվելու է համախմբել չարությամբ բաժանված հասարակությանը։ Սամվել Կարապետյանի մոտ չարություն ընդհանրապես չկա։ Մենք տեսնում ենք, որ հենց չարությունն է, որ պառակտել է մեր հասարակությանը, բաժանել է տարբեր խմբերի, իսկ մարդասիրությունը չարություն չունենալը երաշխիքն է մեր համախմբման։ Եվ Սամվել Կարապետյանի մոտ հենց այս աշխարհանկալումը կա։ Հենց ուժեղ Հայաստանի գրավականներից մեկը համախմբված, միասնական եւ մարդասիրությամբ Հայաստանն է։ Մի գրասենյակ էլ Արմավիր քաղաքում է բացել ուժեղ Հայաստանը։ Այնտեղ Նարեկ Կարապետյանը բացատրել է հավաքվածներին, թե ինչու է Ռուսաստանում բիզնես գործունեությամբ միլիարդատեր դարձած ոչ մի բանի կարիք չունեցող Սամվել Կարապետյանը ցանկանում առաջնորդել Հայաստանը։ Նրա խոսքով արտասահմանում հաջողության հասած ցանկացած հայի ցանկությունն է, որ իր հայրենիքը ուժեղ ու զարգացած լինի։ Սամվել Կարապետյանը մի քանի անգամ փորձել է աջակցել Հայաստանի իշխանությանը, սակայն արդյունքը չի գոհացրել նրան։ Դուք լինեք Սամվել Կարապետյանի տեղը, կտեսնեք, որ մի քանի անգամ փորձել եք օգնել, մի քանի անգամ չի ստացվել։ Չեք ասի հələ մի հատ էնկոմ, մի հատ ձեռները քաշեմ ու տեսնենք ինչ ենք անում։ Դա այն է, ինչ մենք հիմա ուզում ենք անենք։ Պետք է փոխենք։ Նոր առաջնորդ Հայաստանին։ Երբ դուք նայում եք Հայաստանից դուրս յուրաքանչյուր ոլորտի, տեսնում եք, որ մի հատ հայ կա այստեղ։ Օրինակ, այս ոլորտի ուժեղը հայ է, այն ոլորտի ուժեղը հայ է, այն ոլորտի ուժեղը հայաստանցի է։ Հասկանում ես, որ երկիրը կարող է աղքատ հայ աշխարհում, մենակ Հայաստանում է։ Ու էդի նշանակում է էդի հայերից չի, էդի Հայաստանի իշխանություններից է։
Հայաստանում աղքատ մարդ չի լինի, երբ Սամվել Կարապետյանի ծրագրերն իրականանան, վստահ են ուժեղ Հայաստանի անդամները։ Արմավիրն այդ ծրագրերում առանձնահատուկ տեղ ունի։ Նարեկ Կարապետյանի խոսքով իրենք ցանկանում են Արմավիրը վերածել սննդի վերամշակման կենտրոնի։ Թերեզա Կադաևչյան, Հայլուր։ Պայքարել այդ երևույթների դեմ քաղաքացիական հասարակության ոլորտում։